Մերոնք կետե եմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Ես ձեզ ասել եմ, այս տարի մի կուշտ ծիծաղելու ենք։ Թագավորը անընդհատ ուղարկում է իր ծառաներին, ասում է գնացեք, այս հարկերը հավաքեք։ Հավաքում են։ Հետո երկրորդ անգամ թագավորն ասում է ինչ են անում, ասում է լացում են, ասում են էլ բան չունենք քեզ տալու։ Ասում է էլի ունեն, գնացեք հավաքեք։ Մեկ էլ գալիս են մի 4-5 անգամ այդպես հարկերը հավաքում են այս խեղճ ժողովրդից, ասում են թագավորն ապրած կենա, էլի ունեն, ասում է իսկ ինչ էին անում ժողովուրդը, ասում է առաջ լացում էին, հիմա ինչ կար չկար հավաքեցինք, ծիծաղում էին, ասում է հիմա էլ ոչինչ չունեն։ Հիմա մենք մեծ հաշվով ինչ որի բաստով ոչինչ չունենք։ Մեզ մնացել է ծիծաղել տեսնելով թե ինչ է տեղի ունենում։ Սկսած գլանաձև ցիլինդր դրած երկրի վարչապետից, սրտիկներով, էսովերով, Աստծո ամեն առավոտ արթնանում է, ինքնաթիռում նստած ցիլոն գլխին ասում է տուն եմ գալիս։ Բայց այդպես, սա զավեշտի մի ուրիշ մասն է, իսկ ավելի դառնաղինները այն իրականությունն է, որ ունենք, ասենք տերտերները։ Պատկերացնում եք սրբազան հայրերը, մեղատեր Աստված, թե դրանք սրբազան են։ Գետինը մտնենք մենք, թե դրանք սրբազան են։ Հավաքվեցին արտերկրում մի կուշ ժողով արին, ասին մեր 3 տառանին մերնա։ Ասենք, ես նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ ասեցի, Հայաստանում ամեն շուն գիտի, որ գարեգին բն մաքուր չի, կաթողիկոս չի, շնաբարո է, շնացած է, եւ այսպես շնաբան է, որոշ մարդունման արարածներ, այսպես հայհոյանքներ գրեցին էսը, էնը եւ այլն։ Ապացուցեցի սրբազանները, որ իրենք քեզ շներ են։ Պատկերացնում եք, ողջ հայ ժողովուրդը գիտի, որ գարեգին բան ինչ է իրենից ներկայացնում, բայց չէ։ Մի սրբազանները հավաքվել են, ասում են չէ, էլի, չէ, ոչինչ որ արել է։ Ոչինչ լավ արել է, բայց ինքը պիտի մնա։ Նիկոլը քխա։ Ախ Նիկոլի քխալնելու հետ ձեր անբարևարք ապրանքանման ապրելը քանի կոպեկ արժե։ Դուք չեք ուզում Աստծո տված այդ որ ասում է ծառայելու շնորհը սրբազան մականունը իրականում սրբազան օգտագործեք։ Ամենքիդ քամակին գրած է սրբազան, մեջները միայն լրբազանություն կա։ Ազնվություն չկա։ Եվ անկախ նրանից հիմա Նիկոլը ֆիասկո է ապրում, կրվեց այս պահին, չգիտեմ, դուք համաձայն չեք, բայց դուք հո գիտեք, որ ողջ ժողովուրդը գիտի, դուք ձեզանից ինչ եք ներկայացնում։ Եվ ինչներիդ էր պետք այս կապիկությունը։ Դեռ գլանաձև գլխարկով պտտվող սրտիկներ դնող Նիկոլ Փաշինյանին դեռ են երբ եմ ասել, այդ հարցը այսպես չպիտի լուծվի։ Այսինքն անձամբ չեմ տեսել ասել, հայտարարել եմ, որ եթե խնդիր կա, պիտի լուծվի շատ նեղ, որ այդ աղբը դուրս չհորդի։ Բայց Նիկոլ Փաշինյանը բնականաբար, ես ով եմ, կրթությունը նորաձև է, համահեղինակ բարդ է, շատ իմաստուն գրողը տանի ինձ, ու չգիտեմ, որ գրողը մի սիրուն գրող էլ չկա, իսկ մյուսները դեռ չեմ ուզում, որ տանեն, արհամարեց, բերեց այդ շոուն սարքեց, հիմա այդ շոուի արդյունքում դեռ գարեգին բն, որպես պիղծ արարած, նստած է կաթողիկոսի գահին եւ ասենք մի 30 պիղծ սրբազան էլ, ասում են չէ ինքը պիտի նստի։ Տղերք, դուք այդ ինչ մորկաթ եք կերել։ Այս ժողովուրդը քթի տակ ծիծաղում է ձեր բոլոր խաչ քաշելուն, խոսքերին, բարձր, այսպես ասած, ոգեղեն արտահայտությունների վրա, որ դուք այս ինչ մարդ եք։ Անկախ Նիկոլից եկեղեցու այդ գաղջ, այդ կեղտոտ, այդ աղբ, այդ բիզնես մթնոլորտը պետք է մաքրել։ Դուք օր առաջ պիտի ձեր թևերը կշտեիք, որ դա անեիք։ Եվ ինչ ենք տեսնում։ Մենք հավատացյալ, խեղճ ու կրակ, անխելք մարդիկ, գյուղացիք, քաղաքացիք կապ չունի, որ Աստծուն հավատում են, Աստծու մարդուն ասում են Աստծու անունից, չգիտեմ աղոթքներ ասողին, դեռ մեր այդ աղոթք ասողը, այդ շարական ասողը, այդ պատարակ անողը թքած ունի, որ իրենց պապան ինչ որ մեկի մամայի հետ ընդհանուր անում ու մանա գալիս, ու թքած ունի, ու դուք էլ թքած ունեք,
Բայց այս ժողովրդից ինչ եք պահանջում։ Մեզ մնացել է մի քուշ ծիծաղել մեր դժբախտության երեսին։ Դա դժբախտություն է, դուք հայ ժողովրդի դժբախտությունն եք։ Բոլոր սրբազաններով, բոլորով անխտիր, չգիտեմ, Նիկոլի սրբազան դարածները, թե Գարեգին բեի սրբազան դարածները, դուք մեր ժողովրդի դժբախտությունն եք։ Դուք մեր կույր աղիքն եք։ Ու համարժեք վիրահատող չունենք։ Ավելի շատ օրվա բժիշկների մեծամասնությանն են նման, որ հիվանդին սպանում են, չեն բուժում։ Մեզ բուժում է պետք, այդ բուժումը ձեզանից պիտի գար։ Դուք պիտի հավաքվեիք ուսուսի տայիք, ասեիք, հոպ, այսպիսի կաթողիկոսություն չի լինում։ Սխալվել ենք, հա, եկեք այս ժողովրդի հոգևորը չկտրենք, ժողովրդի մշակույթը չկտրենք, ինքներս մեզ չդավենք, չուրանանք, եւ ինչ։ Հանգիստ խղճով գնացիք, այն որ ասում եք կտուսները տնգած մի հայտարարություն արեցիք Ավստրիայից, մենք ենք որ կանք, իդամեդալ մեր դոշին, հետո, դուք պիտի Աստծո շունը լինեիք, ում շունն եք դարձել, ում, կարող եք ասել, Պուտինի շունն եք, չգիտեմ Իսրայելի շունն եք, Թուրքի շունն եք, ում շունն եք, դուք Աստծո շունը պիտի դառնայիք, փոխաբերական իմաստով, Աստծո խոսքը մեկնողը պիտի դառնայիք, Աստծո առաջարկած բարքերը մեզ պիտի տայիք, եւ հակառակը, այս ինչ աղբերությունը, աղբեր, ոնց մեր աղբերը հալավ մի հատ եկած ոցնա, էլի կողել արա, ինչ անենք, գարիկ ջանարի մեռնեմ կյանքիդ, դուք ես ինչ պիղծ դուրս եկաք, դուք արժանի չեք հայ ժողովրդի հոգևոր դաս կոչվելու, բոլորդ, ովքեր այս պարզ ճշմարտություններն իմանալով, էսել եք նենգում, ձեր հոգում եք չեք նայում, այ էս ունենք մենք, դրա համար էլ մեզ ինչ է մնացել ծիծաղենք, դե նոյ աղբերը Ծառուկյան Գագիկի տեսքով գազաններին հավաքում է, նու քաղաքական գազաններ, ինչ թերմացքներ, Սուրեն, Սուրենյան, Անդոն, Թևանյան եւ այլն եւ այլն, այստեղ նոյ աղբերը ճիշտ է անում, պատկերացրեք տապան, նոյան տապանը երկու իմաստ ունի, մեկը տապանն է, էլի որ դնում են մեռելի վրա, մյուսն էլ այդ տապաններ, որով փրկեց։ Երևի թե Գագո աղբերը հավաքում է, որ սրանց մետեղ թաղենք, պրծնենք, քանզի ժողովուրդը տեսնում է, Սուրենյան, Սուրենի պես մեկը, ու ամբողջ կյանքը, այստեղ ուշունց էր տալիս, այնտեղ ծեծ էր ուտում, այնտեղ հերքում էր իր ասածը Ալեքսանյան Սամվելին եւ մյուսներին, այնտեղ խարդախում էր նրան փող գցում, քանի հոգի են զանգել, իր համարը պետք է Կիլիկիայից տղեր կան, Սուրենյան Սուրիկը գիտի, ում ինչքան փող էր գցել, ում ինչքան էր խապել, ինչքան էին մանգալի, որ այդ փողերը հետ ստանան։ Վերջում դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի թեյախման ընկերը։ Խայտարակություն։ Հավաքեք բոլորին, Գագիկ Ծառուկյան ճիշտ եք անում, հավաքեք տեսնենք, բոլորին մետեղ կթաղենք, էլի փոխաբերական իմաստով, մեր հոգում կթաղենք, մենք հո տեսնում ենք ինչ է կատարվում։ Այն ինչ տարիներ շարունակ, որպես քաղաքական գործիչ, պիտի անեին վասն մեր պետության ու պետականության չարեցին։ Քոչարյան Ռոբերտի նման մեկին ծառայեցին հետին շամպես։ Լավ շունը չար տիրոջը չի ծառայում։ Այ դուք բոլորդ այդ լավ շան չափել չեղաք։ Լավ շունը չար տիրոջը չի ենթարկվում։ Դուք այդ շան արժեքներ չունեցաք, որպես քաղաքական գործիչներ, օլիգարխներ ու կուսակցություններ։ Դուք մի կոպեկ չուզեցիք պակաս ունենալ, դուք 1000 կոպեկ ավել աշխատեցիք ավելի շնանալով, ավելի թքելով ժողովրդի հոգու մեջ։ Ձեր գերագույն հաճույքները իրականություն դարձնելով։ Այս աչ ու ձախ ձեռով անելով, դեպի ձեզ քաշելով, դուք երբ եք կշտանալու, երբ։ Ոչ մեր զավակների արյունը ձեր աչքերը հագեցրեց, ոչ մեր այս ժողովրդի տառապանքը, ոչ են որդեկորույս մայրերի ու այրիացած կանանց, որբ մնացած երեխեքի լաց ու կոծը, ոչինչը ձեզ չհագեցրեց,
Դուք շարունակեցիք լափել մեկ օր մի օր Ռուբեն Հախվերդյանն ասեց մեկ օր մի օլիգարխ ընդմիջում չանի 10 զոհվածի ընտանիք ձմեռվա վարելափայտ կունենա ես կասեի 10 չէ շատերը մեկ օր ձեզ նեղություն չտվեցիք այն ինչ էլ արիք ծնծղաններով Իհարկե, ցիլինդրով տղեն ուրախ է ամբողջ օրը լեզուն կախքսած ասում է մեծ Սուրբ Հիսուս Քրիստոս է Հիսուսը հիմա Հիսուսի ալչանը կդնի ֆրանսիացիները փարիզեցիները ասում էին աշխարհում Փարիզում միակ լավ տեղը դա Էֆելյան աշտարակի տակ է որտեղից Էֆելը չի երևում դուք Հիսուսի արցանը թույլ տվեցիք այ գլանաձև նաչալնիկ, որ տնգվի, վատ եք անում։ Որոշ անմեղ սունակներ ինձ ասում են, էդ ինչ նախանձ ես Հիսուսի արցանն է։ Դու այ անուղեղներ, ես նախանձ չեմ։ Հիսուսը սրտիս մեջ է, հավատքը սրտիս մեջ է։ Կուրք չեն սարքում արցանը եւ ուրախանում դա անմեղ սունակություն է կուրք չեն սարքում աստծո արցանն ու փող աշխատում դա անմեղ սունակություն է ցիլինդրը գլխին թույլ չեն տալիս երբ որ կարող են իրականում թույլ չտալ թույլատրում են որ արցանը դնեն դա խայտարակություն է դա տգիտություն է դա մոդայիկ կրթություն է միայն նոր մոդայիկ կրթյալները կարող են իրենց թույլ տալ նման տգիտություն թույլատրել են տարածքում, որը կարծես թե իրենց ասելով պիտի արցանը դնեն, թե չդնեն, ու թքած ունեն, այ բոլորը այսպես կեղծ սրբեր են դարձել, սկսած սրբապիղծ սրբազաններից, ովքեր հաստատեցին, որ Գարեգին բան լավ է արել, միջև թագավոր աղբեր այլևս Նոյ Գագոն, ով հավաքում է բոլորին եւ այսպես շարունակ։ Այ այս երևույթների վրա մենք պիտի ծիծաղելով այս մի քանի ամիսը ապրենք։ Այդ ծիծաղը դառը կլինի շատ հաճախ, այդ ծիծաղը հեսա կսկսեն, այն որ ասում է խորոդ մորոդ դուրս գալ ամեն մեկը իրենց իմացություններով այս ժողովրդի գլխին կրակ թափել։ Ինչպիսի տղա է Սամվել Կարապետյանը, դու գիտեք այդ ինչ միլիարդներ ունի, դու գիտեք Հայաստանի տնտեսությունը ինչ կդարձնի, փայլուն, աշխարհի տեր, բայց ափսոս իրավունք չունի, բայց ոչինչ, հեսա օրենքը կփոխենք, դուք մեզ ընտրեք, տեսեք Սամոյին ոնց ենք բերում։ Դուք եկեք Գագո աղբոր տապան, տեսեք այդ տապանից ինչերա դուրս գալու ձեր փայլուն մտքերով, բոլոր խարդախները, խապեբանները, քծողները, եկեք Գագոյի տապանում հավաքվեք, այդ տապանից այդ մտքերը դուրս կհորդեն, քանզի նույն արդեն Քրիստոսի արցանն է կառուցում։ Բաբաբամ, այս տրամաբանությամբ։ Դառը ծիծաղը այս ժամանակաշրջանը մեզ կբավի։ Հետո ժամանակը ցույց կտա։ Ու միևնույնն է անգամ այս գաղջ կեղտոտ իրականության պայմաններում մենք հայ ժողովուրդը իր բնազդով հաղթելու է։ Բոլոր տեսակի մարդիկ, ովքեր այսօր ասպարեզում պտտվում են եւ որոշող են, ժամանակի հետ առ ոչինչ են դառնալու։ Մեր իմաստությունը մնալու է։ Մենք հազարամյակներ ենք գոյատևել։ Ինչպես Սարոյանն էր ասում, միտեղ երկու հայ միշտ գտնվել են, նարդի են խաղացել, ծառ են տնկել, եկեղեցի են կառուցել, եւ այս անգամ ի լրումն Վիլյամ Սարոյանի ասացի, մենք մեր պետությունը կպնդասնենք, որպես պետություն իրականում կգոյատևենք։ Քիչ է տարածքը թե շատ, բայց Աստված միտքներս, տեղապահի կամքներս ուժեղ ու նախ մենք ամեն ինչ անենք, որ այս տարածքը դառնա այն շիկացած երկաթը, ում մտքով կանցնի մոտենալ, կիմանա որ այնս կայրվի։ Այնց կայրվի միջև 7 պորտը։
Այսա պիտի լինի մեր անելիքը։ Մենակ թե այդ անտեր սպասավորների հարցը պիտի կարողանանք լուծենք։ Կհանդիպենք, ամեն ինչ լավ է լինելու։